Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաձեռնել է Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ համաներումը։ Ալիևը առաջարկել է համաներում կապված երկրի ինքնիշխանության վերականգնման հետ։ Նախագծի համաձայն համաներումը կտարածվի հայրենական պատերազմի եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի եւ 20-ի հակահաբեկչական գործողության մասնակիցների, նրանց հարազատների եւ սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Ակնկալվում է, որ համաներումը կլինի Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծը, ազդելով ավելի քան 20,000 մարդու վրա, իսկ ավելի քան 5,000-ն ազատ կարձակվի բանտից։ Դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հիշեցնենք դեկտեմբերի 12-ին ժամը 16-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին հրազենային վնասվածքով։ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար առանցքային նշանակություն ունեցող տարի մուտք կգործենք մի քանի օրից։ Պարզ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու մեր որպես պետականություն ունեցող ազգի ապագայի համար։ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից գրում է ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Ինչպիսին է լինելու ապագան կորոշի նույն ժողովուրդը, իրենց տեսլականը ուժեղ Հայաստանն է։ Արժանին ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում, անկախ իր ծանոթություններից ու ունեցած փողի քանակից։ Համարձակ ու հայրենասեր մարդկանց ոչ թե հեռացնելու, այլ խրախուսելու ենք ու առաջ տանելու։ Երիտասարդներին կանաչ ճանապարհ ենք տալու։ Կարապետյանը շարունակում է օգտագործելու ենք տասնամյակներ շարունակ բազմաթիվ երկրներում ձեռք բերած գործարար կապերը, աշխարհի լավագույն ու հռչակավոր ընկերությունների հետ հարստացնելու Հայաստանը։ Շեշտում է այսօր մեր ժողովուրդն ու պետությունը բազմաթիվ կարիքներ ունեն, եւ այստեղ հռետորական հարց, ուրեմն ինչի համար ենք աշխատելու վաստակել, եթե պետք է չբավարարենք դրանք։ Ազգային բարերարն ասում է, տարիներ շարունակ տնտեսական զարգացման տեմպերով աշխարհին զարմացրել են մեր բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունները, գալիս է զարմացնելու մեր ժամանակը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիների երկիր։ Հայ ժողովուրդը վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։ Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը։ Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով եւ հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի, փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական խնդիրներին, ապա ըստ Սամվել Կարապետյանի իրավունք չունենք վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի կամ գերտերության հետ։ Ոչինչ չեն ուրանալու, իսկ խնդիրները լուծելու են խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով։ Հօգուտ մեզ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Նշենք, որ Հայաստանում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած եւ առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք։ Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը 65 տարին լրանալու դեպքում։ Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53,600 մարդ։ Աշխատանքի է տեղավորվել 10,072 աշխատանք փնտրող, որոնցից 4,123-ը ուղեգրերի միջոցով։ Տվյալները հայտնում էր Միասնական սոցիալական ծառայությունը։ 2024-25-26 թվականների արտադրության էլեկտրական շարժիչով մեքենաները հաջորդ տարի հնարավոր կլինի ներմուծել Հայաստան առանց ավելացված արժեքի հարկի։ Նախագծի նախնական տարբերակը վերաբերում էր միայն մարդատար մեքենաներին։ Քննարկումներից հետո էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաները եւս ընդգրկվեցին ցանկում։ Սակայն այստեղ մեկ այլ հարց էր առաջ գալիս։ Կային քաղաքացիներ, ովքեր մինչ այս որոշումը արդեն իսկ պատվիրել էին մեքենաներ, ըստ այդմ պետք է վճարեին ավելացված արժեքի հարկը։ Կառավարությունն էլ ընդառաջ է գնացել այդ քաղաքացիների հարցադրումներին։ Մենք ասում ենք, որ այն կանոնը, որը ասում էինք, որ 2 տարվա թարմության պետք է լինի 24-25-26 թվականների, ինքը գործում է 2026 թվականի փետրվարի 1-ից։ Իսկ մինչև փետրվարի 1, այսինքն մինչև հունվարի 31-ը կարող են առանց այդ կանոնին ներմուծել։ Օրեր առաջ էլ Պապոյանը հայտարարեց, թե Հայաստանը հաջորդ տարվա համար կստանա 15,000 էլեկտրամոբիլի անմեծ
Max քվոտա։ Այս առաջարկը եւս գործելու է 2024, 25, 26 թվականների արտադրության մեքենաների համար։ Քվոտան բաշխվելու է դիլերների եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև։ Եթե դիլերներին տված քվոտայից մնա քանակ, իսկ այս պահին ես տեսնում եմ, որ մի քանի 100-ը մնալու է։ Այդ քանակը մենք տրամադրելու ենք ոչ դիլեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ըստ իրենց ներմուծման հերթականության։ Այստեղ իրականում կոռուպցիոն ռիսկեր կան։ Ինչքան էլ մենք փորձենք այդ սխեման պարզ ներկայացնենք, բայց բոլորը պետք է իմանան, որովհետեւ խոսքը վերաբերում է նաեւ մեծարժեք մեքենաների մեծ գումարի մասին։ Մաքսատուրք վճարել չվճարելու, հիմա օրինակ, մինչև դեկտեմբերի 31-ը պայմանական ձեր ասած 287 թիվն է, որ պետք է բաշխվի։ Այսպես սվոյ ճուժոյ չանեն եւ վերահսկողության շատ այսպես խիստ վերահսկողության տակ դա պետք է լինի, որ նախ արդարությունը պահպանվի եւ նաեւ այդ հնարավոր բարձր ռիսկերը կանխվեն։ Ես ինքս շատ խիստ վերահսկողության կողմնակից եմ։ Խնդրում եմ ձեզ, եթե մեկ դեպք ձեզ հայտնի կլինի, եկեք իրար հետ, ես ձեր հետ։ Կլինի դեկտեմբերի 31, հունվարի 1, երբ կլինի, գնանք մինչև վերջ իր հետևից եւ ես խոստանում եմ, որ հաստատ լավ չի լինի այն մարդկանց համար, կներեք, որոնք որ այդպիսի խարդախություններ արած կլինեն։ Էլեկտրոմոբիլների մեծ հոսք են սպասում կառավարության ու ազգային ժողովի ներկայացուցիչները, նախազգուշացնում են նաև սահմանին սպասվող հերթերի մասին։ Կազմակերպչական ու իրազեկման աշխատանքները դեռ շարունակվելու են։ Տարեվերջը մոտ է, նշանակում է վարորդները պետք է թարմացնեն իրենց ապապայմանագրերը եւ զղջան անցած տարվա ընթացքում իրենց մեղքով տեղի ունեցած վթարների համար։ Նկատի ունենք բոնուս համակարգի ազդեցությունը նոր պայմանագրի սակագնի վրա, եթե վարորդի մեղքով վթար է տեղի ունեցել։ Այս օրերին սակայն միայն նրանք չեն, որ ստիպված են եղել բարձր սակագնով ապապայմանագրեր կնքել։ Շատ վարորդներ, որոնք երբեք վթարի մասնակից չեն եղել, ֆիքսել են, որ նոր տարուց պայմանագրով պետք է ել ավելի շատ վճարեն ապահովագրական ընկերության։ Միջին մեկ պայմանագրի գինը 44,000 է երևի մեր վիճակագրությամբ, որը որ 10%-ով ավել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Առանձին դեպքերով կարող լինի 20, 30, կարող լինի հակառակը բազում, սա միջինն է, միջին կշռված։ Այս պահին արդեն 1,270,000 ապապայմանագիր է կնքվել, նրանցից որ տոկոսն է ստիպված արդեն թանկ վճարել պայմանագիրը թանկացնելու համար հստակ չէ, բայց հստակ են թանկացման պատճառները։ Այս պահին 76%-ը այսպես կոչված վնասաբերությունը, որ իրանից ներկայացնում է սակագնի մեջ, այն մասը, որը ձևավորվում է հենց հատուցումների թվից։ Այսինքն այս պահին հավաքագրված 100 դրամից 76-ը ծախսվում է վթարների փոխհատուցման համար, մնացած 24-ը ապահովագրականների ծախսն է, միջնորդավճարներն ու շահույթը, բայց ինչու է այս ամենը հանգեցնում պայմանագրերի թանկացման նույնիսկ այն անձանց համար, որոնք վթարների մասնակից չեն եղել։ Խնդիրը խմբային գործոնի մասին է, այսինքն եթե փոխհատուցման ծախսերը գլոբալ աճում են, դա անդրադառնում է բոլորի վրա։ Քանի որ վթարները ավելի ծանր եւ թանկարժեք են, քանի որ մեքենաների պարկը, էլեկտրոմոբիլներ, բաներ փոխվում է, շատանում է, իսկ այս նոր մեքենաները, էլեկտրոմոբիլները ավելի շատ պայստամասերի փոփոխություն է գնում, թանկացել, այսինքն համ ընդհանուր գնաճն է ազդում դրա վրա, համ կառուցվածքային գնաճ։ Այսինքն վթարների քանակը եւ ծանրությունը ենթադրում է, որ ապահովագրականներն ավելի շատ գումար են փոխհատուցում դրանց հետևանքները վերացնելու համար, հետեւաբար հավելյալ ֆինանսական միջոցներ գեներացնելու կարիք է առաջանում։ Ասածը չի նշանակում, որ սակագները միշտ պետք է բարձրանան կամ այլ առնվազն չնվազեն։ Ոչ, դրա լեզվ կա։ Դա պատահարների հնարավորինս հաճախականության նվազում։ Ուտեղ մենք տեղ ունենք աշխատելու եւ մենք երկպետությունը, որովհետեւ Հայաստանում վթարների հավանականությունը ավելի բարձր է, քան օրինակ շատ զարգացած երկրներում։ Հետևաբար ապապայմանագրերով սահմանված վճարները նվազեցնելն ուղղակիորեն կապված է երթևեկության վիճակի բարելավման հետ։ Ավելի քիչ վթարներ ճանապարհներին, ավելի մատչելի պայմանագրեր վարորդների համար։ Եթե ունեք մեքենա, ամենայն հավանականությամբ երբևէ կասկածված կլինեք ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում կատարելու մեջ։ Այլ բան, մեղադրող կողմը պարեկը կամ ճանապարհատրանսպորտային ոստիկանը կարողացել են դա հիմնավորել, թե ոչ։ Իսկ եթե այնուամենայնիվ տուգանել են, ձեզ հետաքրքիր է, պաշտպանել է արդյոք հետագայում նրանց այդ որոշումը դատարանը։ Գաղտնիք չէ, որ վարչական դատարան ներկայացված դիմումների գերակշիռ մասով վիճարկվում են հենց նման ակտերը։ Հետո սովորաբար, եթե դիմողի համար ոչ ցանկալի վճիռ է կայացվում, այն բողոքարկվում է վարչական վերաքննիչ դատարանում։
Ենթադրենք ես տարել եմ բողոք ուղղակի բողոքարկած լինելու համար շատ վատ բողոք է պետությունը ռեսուրս աղագին ծախսում դատական ծախսեր անելու այսինքն ծանուցումներ մնացած Այսինքն ի սկզբանե կա ենթադրություն, որ դիմումատուների մեծ մասը վերաքննիչ վարչական ոստիկանության ակտերը բողոքարկում է առանց էական հիմքերի, ուղղակի աղոտ մի հույսով, թե մարդես բախտի հարց է գուցե եւ վերաքննիչը բեկանի վարչական դատարանի ակտը։ Այն որ դատավորը ի սկզբանե պիտի ասի լավ էլի աղբորպես սրա մեջ նյութ չկա, դա երկարում մի տարով գնում է, որ այդ ամենավերջում դատական ակտով ասի դատավորը։ Խնդիրը լուծելու համար գործադիրը նախկինում մի շարք միջոցներ է կիրառել, մասնավորապես համալրել է վերաքննիչ վարչական դատարանի կազմը, ենթադրում էր, որ դա էականորեն պետք է նվազեցներ այս կառույցի ծանրաբեռնվածությունը։ Վերաքննիչ բողոք է ստանում, դատական ակտի հրապարակման օրեն նշանակում մի տարի հետ աշխատակազմը շատացնում է, այսինքն դատավորներին ընդունում է, կտրուկ կրճատվում, ասենք մոտ 5-6 ամիս է տևում։ Հետո ամիսու կես հետո էլի գալիս է, էլի մի տարի է կարողանում դատական գործի քննություն։ Հիմա Արդարադատության նախարարությունը որոշել է օրենսդրական փոփոխությունների միջոցով ֆիլտրեր ստեղծել, որպեսզի հնարավոր չլինի ցանկացած բողոք մուտք անել վերաքննիչ դատարան։ Օրենքի նախագիծը սահմանում է պարտադիր նախապայմաններ, որոնց բացակայության դեպքում վերաքննիչը պարզապես չի ընդունելու դիմումը։ 200,000 դրամը չգերազանցող պահանջներով կայացված դատական ակտերը բողոքարկելու դեպքում պարտադիր պետք է հիմնավորել, որ վարչական դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Ենթադրվում է, որ օրինագծի ընդունման պարագայում կշահեն այն անձինք, որոնց գործերը տարուց ավելի սպասում են վերաքննիչի վճռին, իսկ հավանական է, որ խոսքը գնում է, ասենք, մեծ ընկերությանը էական բիզնես պրոցեսների, որոնց արգելակումը կապված է կայացվելիք դատական ակտի հետ։ Եթե առաջարկանում օրինակ ասենք 18 դատավոր է վարչական դատարանը, վերաքննիչում արդեն ամեն գործը 3 դատավոր են քննում, ավելի բարդանում ուսով 3 անգամ ուռում այդ ամեն ինչ, էլի։ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ առավել կարճ ժամկետներ։ Հիմա գանք հակադիր կարծիքին, գաղտնիք չէ, որ վարչական ակտերը բողոքարկողների մի ստվար հատված էլ հասնում է դրանց վերանայմանը, սակայն ոչ հաճախ առանց փաստաբանի աջակցության, քանի որ այդ ծառայությունն ավելի թանկ է, քան վիճարկվող գումարը։ Վերը նշված փոփոխության պարագայում արդեն անհրաժեշտ է լինելու պրոֆեսիոնալ իրավաբանի մասնակցության բողոքը լրացնելու համար։ Հետևաբար մարդիկ, ասենք 20-30,000 դրամի ակտի համար, չեն դիմելու փաստաբանի։ Եթե սրան էլ հավելվի այն փաստը, որ դատարան դիմելու համար սահմանված տուրքերն էականորեն աճել են, ապա ամենևին էլ անհիմն չեն ենթադրությունները, թե այս ամենի նպատակը նաև պարզապես բյուջե լցնելն է, որպեսզի մարդիկ ուղղակի վճարեն վարչական ակտերն ու հանգիստ թողնեն դատական ատյաններին։ Լուվրի թանգարանը դեկտեմբերի 15-ից անժամկետ գործադուլի պատճառով փակվել է այցելուների համար։ Գործադուլը նախաձեռնել են աշխատակիցները, դժգոհ լինելով աշխատանքային պայմանների վատթարացումից եւ ռեսուրսների պակասից։ Գրադարանը վերջին շրջանում բախվել է մի շարք խնդիրների։